Ուզում ենք հարցնել այս բանի ինչպիսի իրավիճակ է Իրանում, արդյոք նոր հարվածներ սպասում են, որտեղ տեղեկություններ եղան, որ կարծես թե հրադադար է լինելու, բայց այդպես չեղավ։ میپرسن که وضعیت الان در ایران چه شکلیه؟ مثل اینکه صبح اعلام شد که به یک شرایط آتش بس رسیدیم، ولی بعد از اون هم در مورد حملات بعدی صحبت شده بود. الان وضعیت چه شکلیه؟ یا انتظار حمله جدید هست؟ بسم الله الرحمن الرحیم. همونجور که اطلاع دارید یک جنگی ناخواسته بر مردم ما تحمیل شد. Ինչպես արդեն տեղյակ եք, մի պատերազմ, որ Իրանը չէր ցանկանում, պարտադրվեց Իրանին. و این جنگ به مدت 12 روز طول کشید. 12 օր տևեց այդ պատերազմը. مردم ما و قوای ارتش ما و بقیه دستگاه‌های به اصطلاح مرتبط دفاع جانانه‌ای کردند. Մեր ժողովուրդը, մեր զինված ուժերին եւ մնացած բոլոր կառույցներին շուրջ համախմբված արժանի պաշտպանություն իրականացրեցին. نهایتاً دشمن مجبور به پذیرش آتش بس شد. Ի վերջո թշնամին ստիպված եղավ ընդունել հրադադարը. و از امروز صبح هم تا اونجایی که ما اطلاع داریم آتش بسی برقرار شده که کماکان ادامه داره. Եվ ըստ մեր տվյալների այսօր առավոտվանից հրադադար է հաստատվել, որ ընդհանուր առմամբ պահպանվում է. این آتش بس بدون تردید تا زمانی که دشمن ما به اون پایبند باشه ما هم پایبند خواهیم موند. Մենք հավատարիմ կմնանք այս հրադադարին այնքան, ինչքան որ մեր թշնամին հավատարիմ կմնան դրան. ولی اگر خطای دیگری مرتکب بشه حتما این بار پاسخ ما دردناکتر خواهد بود. Սակայն եթե որևէ հերթական սխալ քայլ իրականացվի Իրանի դեմ, ապա վստահ եմ, որ կարող եմ ասել, որ մեր պատասխանը շատ ավելի ցավոտ կլինի. Շնորհակալ եմ։ Հնարավոր է, որ այս ամենից Իրանը դուրս գա թուլացած իրավիճակով։ میپرسن که آیا امکانش وجود داره که بعد از این جنگ وضعیت ایران یعنی ایران ضعیف‌تر بشه شرایط ایران؟ خیر ایران وضعیتی هست که الان انسجام اجتماعی در جامعه ما به مراتب از قبل بالاتر هست. Ոչ հնարավոր չէ առհասարակ կարող եմ ասել, որ այսօր Իրանում համերաշխությունը եւ միասնականությունը նախկինից ավելի բարձր է. آمادگی ما برای دفاع از کشورمون و از میهنمون به مراتب از قبل بیشتر هست. Եվ մեր պատրաստակամությունը պաշտպանել մեր հայրենիքը եւս նախկինից ավելի بարձر է. هیچ ضعفی در بین نه در جامعه ما و نه در بین دستگاه‌های نظامی ما هیچ کدوم اینها هیچ ضعفی وجود نداره. Եվ ոչ մի թուլություն եւ կարող եմ ասել ոչ մի թույլ կետ թե մեր ժողովրդի մեջ թե մեր պետական համակարգում գոյություն. اگر ضعفی بود به طور قطع اونها ادامه میدادن ولی این نشون میداد قدرت ما رو که اونها وادار شدن به این که بیان و درخواست آتش بس بکنن. Եթե որևէ նման մի թուլություն լիներ, ապա վստահաբար նրանք շարունակեին այս գործողությունները եւ կարող եմ ասել, որ հենց մեր ուժն է ստիպել նրանց գալ այդ եզրակացության, որ պետք է հրադադար հաստատել. Իսկ ինչ հետևություններ արեց Իրանը այս պատերազմից։ در نتیجه این جنگ ایران به چه نتیجه گیری رسید؟ یعنی نتیجه گیری ایران بعد از این جنگ چیه؟ به چه نتیجه رسیدیم؟ ببین اون چی که اونها میخواستن به هیچ یک از یعنی اهدافشون به نظر ما محقق نشد. Մեր կարծիքով այնինչ նրանք ցանկանում էին, այսինքն նրանց նպատակները չիրականացան. اونها موجودیت کشور ما رو میخواستن به مخاطره بندازن. Նրանք ցանկանում էին սպառնալ եւ վտանգի ենթարկել մեր երկրի գոյությունը. و در چنین هدفی اینها شکست خوردن. Եվ այս նպատակները չիրականացան.